Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Դե կարծում եմ ճանաչեց, բայց տիկին քննիչը ասեց, որ զուգադիպություն է։ Որ հենց այս փուլում է այդ ամեն ինչը տեղի ունենում։ Անակնկալ է զանգեց տեսավ հոп Ռոբեր Մխիթարյան։ Դե ես կարծում եմ, որ աստղային դեմ ձեռքը ընկել։ Գործի հետ կապված ամեն ինչ ասես պարոն Գալստյանը, այս պահին ավելացնելու էլ բան չկա, անկեղծ ասած, որովհետև ոչ, ուղղակի շատ շոկ էր սենյակում, կարծում եմ պետք է կոնդիցիոների հարց լուծել, որովհետև մարդիկ անմարդկային պայմաններում են աշխատում այստեղ։ Պարոն Մխիթարյան, այս թեմայից դուրս, անդրադառնանք Հարուսարշավի միջև այս պահին ինչպես է ընթացել։ Մեզ ասում են, որ հնդիկների ջավախից են բերում, որպեսզի գրանցեն։ Ջավախից հնդիկներ են բերում։ Ես ջավախից են բերում, որպեսզի գրանցեն Գյումրիում քվե ապահովեն Սարգիս Մինասյանի օգտին։ Այսպիսի տեղեկություններ ձեզ հասցնի։ Դե բազմաթիվ օդում կախված լուրեր կան, ուղղակի այդ ամեն ինչը պետք է անեին 1 տարի կամ կես տարի առաջ, որպեսզի այդ մարդիկ կարողանային մասնակցել ընտրություններին, բայց օդում կախված լուրերը լսելով հանդերձ մենք շարժվելու ենք առաջ, գնալու ենք առաջ, այսպես ասած, տեսնում եք, հետաքրքիր է անցնում քարոզարշավը, Մարտուն Գրիգորյանի խորհուրդ եմ տալիս զգուշ լինի, որովհետև կարծում եմ մյուսը Մարտուն Գրիգորյանը կհիշեն, որ 11 տարեկան վաղ հեծանիվով օրինակ, չգիտեմ ինչ որ մի հատ բան, Կարմիր լույսի տակից անցել է ու կգտնվի մարդ, որը կասի, որ այդ իր Կարմիր լույսից հեծանիվով 11 տարեկան անցած ժամանակահատվածում ինքը վախեցել է ահավոր։ Պարոն Մխիթարյան, դուք գյումրեցիներին ինչ եք խոսում, օրինակ Սարիկ Մինասյանը, չասեմ մեր Սարիկը, իրեն Սարիկը, գրած է մեր Սարիկը։ Քնչականի, աշտեն քնչականի Սարիկը։ Սարիկ Մինասյանը օրինակ ասֆալտ է անում, ինձ ասացին, որ ինչ որ բակեր այցելում, տենց ձեռքով արագ շիվին են լցնում, որ հարթեցնեն, որ տեսնի, որ այսինքն այն նախկինների մեթոդները հիշում եք, որ գալիս են ասում են մենք ասֆալտապալտենք ձեր բակը, տենց ասֆալտ ամ, օրինակ դուք ինչ եք խոսում գյումրեցին, ասֆալտ կանեք կամ չգիտեմ, օրինակ խողովակաշարը։ Սկսենք նրանից, որ նախկինների մեթոդին գուցե Սարիկ Մինասյանը շատ լավ տիրապետում է, որովհետև ասում են, որ 2017 թվականին Հանրապետական կուսակցության անդամ է դառել, ըստ այդմ ինքը նախկինների բոլոր մեթոդներին սկսած ասֆալտից վերջացրած ոտով շիվին դսնելու պետք է որ տիրապետի, իսկ մնացած առումով ցանկացած համայնքապետի գործը իր քաղաքին համայնքի բյուջեով եւ կառավարության կողմից տրամադրված դոտացիաներով տեր լինելն է։ Այսինքն դա մեծ լավություն ներկայացնել իհարկե պետք չի, դա բուն պարտականությունն է քաղաքապետի, հատկապես բուն պարտականությունն է կոմունալի պետի, կոմունալ բաժնի պետին է։ Հիմա եթե քաղաքապետը զբաղվում է կոմունալ բաժնի պետի գործերով, ուրեմն կամ ինքը ճիշտ տեղում չի, կամ կոմունալ բաժնի պետը։ Իսկ սա քաղաքային ընտրություններն ավելի շատ դες համար թե քաղաքական ընտրություն։ Դե ամեն ինչ խոսում է նրա մասին, որ սա այլևս քաղաքական ընտրություններ են ու չի կարող քաղաքական ընտրություններ չլինել, որովհետև եթե քաղաքական ընտրություններ չլիներ, գերագույն գլխավոր ղժ չեր գա Գյումրի լաչառություն չեր անի, հիմա էլ չեր զանգի ասի մի բան գտեք թալանից, դե տեսնում եք էլ։ Իսկ հնարավոր է անկախ արդյունքներից օրինակ կհաղթի ընդդիմադիր որևէ տեխնատու թե չի հաղթի Գյումրիից նորից ինչ որ քայլարշավ սկսի ոդկով գան Հայաստան մեկնարկը նորից ոդկով գան Հայաստանը դեռ չեն ազդել։ Ես ուզում եմ մեր հայրենակիցներին ասեմ, որ Երևանի շուրջ մի հատ էլ պետություն կա, անունը Հայաստան է, էլի։ Երևան ով կգա արդյոք թե չի գա Այդ բացարձակապես այս պահին էական հարցեր չեմ ոչ իմ վստահ եմ ոչ մյուս տեխնացուների համար մենք այս պահին մասնակցելու ենք քարոզարշավի այնքանով ինչքանով որ մեզ թույլ տվեցին մասնակցելու այսօր օրինակ իմ քարոզարշավը ամբողջապես այո տապալվել է կգնամ վաղվանից կփորձենք վերականգնել տեմպո ռիթմը Այո, տեմպո ռիթմը վերականգնելու ենք, ես ախր այս ամեն ինչը այնքան զավեշտ է, մարդկանց մտածել, որ դու ինչ-որ մի կերպ վախեցնելու ես, կամ կաշկանդելու ես, կամ իդեպ են 4.5 կիլոմետրը գտնվեց այս ընթացքում, չէ, չգտնվեց, հանձնել են, այս է, վաղվանից մեր քարոզարշավը շարունակվելու է, թիմակիցներիս
Շնորհակալություն, մի անհանգստացեք, ամեն ինչ նորմալ է։ Մի քիչ հետո վերադառնալու եմ Գյումրի։ Մի բան էլ պարոն Մխիթարյան, էլի քաղաքական մի քիչ հարցեր անդրադառնան Գյումրու։ Այնտեղ ինչ որ դաշինքներ են Եվրադաշինք մասնակցում է Բարսեղյան, Լևոն, Բաբա մի խոսքով իրանք են։ Այդ դուք իրանց հետ համագործակցություն երբևէ կամ կոալիցիա պատասխանում եք իրանք են դե թուն դիմադիր են օրինակ Նիկոլ Փաշինյանի քննադատում են ասում ինչի հանձնեցիր երկիրը բան տես պետք է հանձնել Ամերիկային Ռուսաստանին ես հանձնում դες բաներ են ասում։ Տեսեք, մենք մասնակցում ենք ընտրաշավին հաղթելու տրամադրվածությամբ։ Մենք ու բոլորն են վստահաբար մասնակցում հաղթելու տրամադրվածությամբ։ Մենք մինչև մարտի 30-ը ոչ մեկի հետ, ոչ մի տեսակի պայմանավորվածություն ոչ ունեցել ենք, ոչ ունենալու ենք։ Մարտի 30-ի լույս 31-ի գիշերը արդյունքների նախնական ամփոփումից հետո մենք արդեն կորոշենք մեր քայլերի հետագա ընթացքը։ Մինչև դա մենք մասնակցում ենք ընտրաշավին ու քարոզարշավին հաղթելու միտումով։ Բայց կարծեմ դուք չեք Ես չեմ բացառել այն հոլովակի մեջ, որտեղ ես հայտարարել եմ, որ առաջադրվելու եմ որպես քաղաքապետի թեկնածու, հստակ ասել եմ, որ դրական արդյունք եմ համարելու նաև այն, եթե իշխող ուժը տապալվի Գյումրիում, ու եթե դրա համար պետք լինի սցենար 2 եւ սցենար 3, մենք պատրաստ ենք համագործակցել այն ուժերի հետ, ովքեր հստակ հայտարարում են, որ ոչ մի դեպքում չեն միանալու քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը։ Օրինակ եթե այն մարդ տեխնացում որ ֆայտոնով տենց անցնում էր ձեռքը դրած, այդ տղան Թումանյան Արտյոմ ինքը օրինակ որ հիշեցիք իրեն դերասան է եղել բան։ Հա, ես իրեն լավ ճանաչում եմ։ Ես ճանաչում եմ։ Ինքը որ օրինակ հայտարարել որ ԿՊ-ին ոնց որ լավը չի Նիկոլ Փաշինյանը։ Հայտարարելը քիչ է, պարոն Մակարյան, հայտարարելը քիչ է, նախ պետք է շեմը հաղթահարել։ Բոլոր նրանք, ովքեր շեմը կհաղթահարեն եւ կհայտարարեն, որ ոչ մի դեպքում քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ չեն միանա, կլինեն իրենց խոսքի մեջ վստահելի, մի քիչ պիտի նայենք թե այդ մարդիկ այս վերջի 7 տարիները նաև ինչով են զբաղվել, էլի, որովհետև չի Դե հիմա տեսեք 7 տարի քաղաքացիական պայմանագիր կուսակցության ջատագով լինելով վերջի մի 2-3 ամիսը կտրուկ կարծիքը փոխելու դառնալ Դե հիմա եթե փոշմանելուն նայենք, մարդ կար ասում էր Արցախը Հայաստանը եւ վերջ, հետո ասես փոշմանելը։ Դե իրենց բնորոշ է փոշմանելը, էլի։ Իդեպ փոշմանել ասիք հիշեցի, ձեր հետ կապացել են ձեզ քննադատական իմաստով տարածում են մի տեսանյութ, որտեղ հարցերույցի ժամանակ դուք ասում եք, որ դուք չեք մտնելու քաղաքականություն, չեք դառնա Գյումրու քաղաքապետի ընտրություններին, բառաց հիմա չեմ հիշում, որ գտնեի տեսանյութը լավ կներեցային։ Ոնց եղավ որ փոշմանեցիք եւ որոշեցիք առաջադրվել ընտրություն։ Բոլոր դրական ու բացասական կողմերը հաշվի առնելով, տվյալ ժամանակահատվածում հստակ գիտակցելով, թե Հայաստանի Հանրապետությունը ինչ կարևոր շրջափուլի մեջ է հայտնվելու, ինչ օրհասական գործընթացներ են մեր երկրում տեղի ունենալու, ես որոշել եմ իմ անմիջական մասնակցությունը ունենամ Գյումրի համայնքի արտահերթ ընտրություններին, որպիսի իմ լուման ունենամ այն գործընթացի մեջ, որը իրենից ենթադրում է քաղաքացիական պայմանագիր կուսակցության ուժի չընտրվելը որպես Գյումրի համայնքի կառավարման օղակ։ Բայց այն շրջանում, երբ որ դուք հայտարարում եք, որ գրեթե բացառում եք 100%, որ դուք չեք առաջադրվելու, չեք մասնակցելու, դրանք կեղծ լուրեր են, ձեզ զորով ներկայացում են։ Դա տեղի ունեցել դեկտեմբերին կներեք։ Դա տեղի ունեցել դեկտեմբեր ամսին, նորից եմ կրկնում ու վերջին անգամ պարոն Մակարյան 4 անգամ սրա մասին խոսել եմ։ Ես վերադառնալիս եմ եղել Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Ֆրանկֆուրտի օտանավակայանում ինձ զանգարել են ու ասել են Գյումրու համայնքապետի ընտրություններին մասնակցելու եք։ Այդ ժամանակ էլ ինֆորմացիան այնպեսին էր, որ դա տեղի ունենալու դեկտեմբերի վերջ։ Դեկտեմբերի 2-ին, եթե քեզ հարցնում են մասնակցելու եք թե ոչ, տրամաբանական է, որ հեռուստատեսային դե չգիտեմ ես եթերներին ասում եմ ամեն օր դուք օրինակ 3 առաջ օրը գիտեք որ այսօր Նիկոլ Փաշինյանը հայտարարել է որ ինքը պատրաստ է իր ստորագրությունը դնելու խաղաղության պայմանագրի արդեն բանակցած համաձայնեցված փաստաթղթի տակ։ Հա, որտեղ 4 անգամ արդեն հայտարարել է, դե եթե 2 անգամ հայտարարել է, հաջորդ 2-ն էլ կարելի է։ Դե չէ, դե հիմա համաձայնեցված փաստաթղթի մասին առաջի անգամ է հայտարարել։ Համաձայնեցված։ Դե հիմա ես չգիտեմ, ինքը կարող է իր ստորագրությունը թղթի տակ դնի, ուղղակի կամ այնտեղ կստորագրեն կամ չէ։
Պարոն Մխիթարյան, չգիտեմ այսօր հասցրել եք նայել կառավարությունից թե չէ, բայց այսպիսի մի հայտարարություն արվել, այսինքն կառավարության այս չզեկուցվող հարցերի շարքում ընդունվել է որոշում, ըստ որի մարտի 21-ից 31-ը Թուրքիայի հետ սահմանի մարգարանցակետը դարձնում է գործող, որպեսզի այդ երկրի դեպքում հումանիտար բեռներ ուղարկվեն Սիրիա։ Ինչ կասեք։ Ինձ թվում է այն 4.5 կիլոմետրներ են ուղարկում Սիրիա։ Դրա համար էլ չկա։ Թուրքիայի սահմանը դրա համար են բացել, 4.5 կիլոմետր ուղարկում են Սիրիա։ Մի բան էլ է, այսօր Գյումրիի հետ մի քիչ կապ ունի, էլի, որ դուք դառնաք քաղաքապետ հետաքրքիր օրինակ կարող եք գնահատական տալ Գյումրիի հետ կապված նախկին պաշտոնյաների արարքներին, օրինակ Քոչարյան Անդոյին, իր մասով մամուլում տարբեր հրապարակումներ կան, որ երկրաշարժի ժամանակ ինքը թալանել է Գյումրիին, չգիտեմ, կերել է այդ երկրաշարժի փողերը բան։ Գյումրիում առասարակ ոնց են վերաբերում։ Ինչի իրեն հիշեցի, որտեղ ակտուալ էր, այսօր մեր գործընկերներից մեկին հետական անգամ վիրավորել էր Քոչարյան Անդոն։ Հիշում եք իրան։ Իհարկե, հիշում եմ 94-ից 96 թվականներին Գյումրիում է եղել տվյալ անձնավորությունը, ես այդ ժամանակ պատանի էի ու ես հիշում եմ, որ Գյումրիում իրեն անվանում էին Հրեշ Անդո։ Հիմա Հրեշ Անդոն կարող է ցանկացածին վիրավորել։ Հարգելի գյումրեցիներ, եթե դուք ընտրում եք Սարիկ Մինասյանին, իմացեք, որ ընտրում եք նաև Հրեշ Անդոյին, որը քաղաքացիական պայմանագիր կուսակցության կարկառուն ներկայացուցիչներից է, որը ամեն քայլափոխի պատրաստ է բոլորին վիրավորել։ Իսկ դուք որպես քաղաքապետ որ դառնաք, էլի, ինչ որ լիազորություն կունենաք այդ նախ անցյալին գնահատականներ տալու անցյալի որոշ դրված քաղաքապետի լիազորություններից բխող ամբողջ գործիքակազմը ես օգտագործելու եմ, թե այդ գործիքակազմը իրենից ինչ է ենթադրելու նախկին գործերի հետ կապված, հա, օրինակ չգիտեմ, լուծարված գործարանների եւ այլն, հա, դա մինչեւ այդ տեղը չհասնեմ, չեմ կարող ասել։ Մի բան էլ այդ տնակների հետ կապված, ես Սարիկ Մինասյանի հետ մի անգամ առիթ ունեցա շրջելու Գյումրիում, ինքը տնակներով շրջում էր, տեսնում էր, հետո այդ նույն տնակները նաեւ մյուս տեխնացուները մտան, բոլորը ճանաչում են ոնց որ այդ տնակի բնակիչներին։ Հիմա դուք այդ տնակների կապած ինչ որ լուծում ունեք արդեն որ այդ մարդկանց ռեալ խոստանակ որ եթե ես ընտրվեցի այսքան ժամկետում այս հարցը կլուծեմ։ Ես հայտարարել եմ, որ եթե մենք մեր ուժը, մեր քաղաքական ուժը ստանձնում է Գյումրի քաղաքի կառավարումը, իսկ փաստացի ծառայությունը սեփական ժողովրդին, մենք մինչև երկրաշարժի 40-րդ տարելիցը, այսինքն 3 տարվա ընթացքում չի մնալու գեթ մեկ ընտանիք, որը ապրելու է տնակում։ Ունեք այդ ռեսուրսը պատկերացումը թե ոնց է ամբողջ պատկերացումը ունեմ, ռեսուրսը հասկանում եմ որտեղից է պետք բերել, դա ոչ միայն քաղաքային բյուջեի ռեսուրսն է լինելու, դա ոչ միայն կառավարությունից վերցրած ռեսուրսն է լինելու, եթե նույնիսկ պաշտոնապես հայտարարում եմ, եթե նույնիսկ կառավարությունը գումար չհատկացնի այդ հարցը լուծելու, 3 տարվա ընթացքում ես կգտնեմ այդ գումարները, պաշտոնապես հայտարարում եմ։ Հիմա թող ինչ ուզում են ասեմ, ֆանտասմագորի, ավելին ասեմ, եթե կառավարությունը Հայատ պրոջեկտի բյուջետը տեսեք, ինչի Հայատ պրոջեկտի, ես մեր Սփյուռքի ցավը տանեմ։ Սփյուռքը այսօր լքված է, Սփյուռքը այսօր միայնակ է, Սփյուռքը այսօր չգիտի ինչպես օգտակար լինի իր երկրին, իր հայրաքաղաքին։ Ես կգնամ, դե այստեղից պարզ է որ չեն ուզում։ Ես կգնամ մեր Սփյուռքի հայրենակիցներին կխնդրեմ, կհամոզեմ, կբացատրեմ, մենք միասին կգտնենք նոր առաքելություն, որով Սփյուռքը կարթնանա, կոգևորվի եւ այդ գումարները բոլորս միասին կհայտայտենք։ Պաշտոնապես հայտարարում։ Մի բան է կառավարությունը, ասացիք հիշեցի, որ դեռ այս կառավարությունն է, եթե դուք ընտրվեք քաղաքապետես կառավարության հետ ո՞նց եք աշխատել, օրինակ Նիկոլ Փաշինյանը, որ հրավիրի օրինակ խորհրդակցություն։ Դե ինչ որ մի կերպ պետք է դիմանան ինձ։ Իսկ դուք իրենց Իմ համար մեկը իրենց լինել կամ չլինել։ Ես 7 տարի է այս երկրում աշխատում եմ, ստեղծագործում եմ, բիզնես ունեմ, այդ բիզնեսով գումար եմ վաստակում, փորձում եմ մարդկանց օգտակար լինել, իմ համար իրենց լինել չլինելը միևնույն է։ Հայաստանի Հանրապետության համար իրենց լինել չլինելը միևնույն է, որովհետև եղած չեղած մի հաշիվ է։ Ալիևը ինչ ուզում անում է այս պետությունում ու ասել, որ ինչ որ մի ձև այդ մարդիկ ինձ կաշկանդելու են, նվազագույնը ծիծաղելի է։ Օրինակ մանկապարտեզի լենտ կտրելու բան դուք այդտեղ լինելու եք։ Ոչ իհարկե, կներեք մանկապարտեզի բացման, նույնիսկ նախարարը չպետք է գա մանկապարտեզի բացման, եթե վարչապետը գալու է մանկապարտեզի բացման, ես կխնդրեմ մեր թաղում մի հատ շուշաբանդ առաջ տան, թող գա տեղել, բարի խմբերին բերեն այդ շուշաբանդի դիմաց բարին, ինքն է գա այդ լենտը կտրի, յանի լուրջ գործ են արել։
Պարոնքների նաև մտավախություն չկա, որ ընդդիմադիր տեխնացուների ցանկացած տեխնացուի հաղթանակի դեպքում կարող է կրկնվել այն սցենարը, որը տեղի ունեցավ Վանաձորում։ Ես ոչ մի բան չեմ բացառում, բայց պնդում եմ, որ ընդդիմադիր ոչ մի տեխնացուի դա չի կարող կաշկանդել։ Դրա համար Մարտունին ասում եմ, թող զգուշ լինի, հեծանիվով մի բան արած չլինի 11 տարեկան վախտը հիմա հիշել։